Բարև ձեզ հայրենակիցներ ջան, ուրեմն ուշադիր լսեք, 2018 թվականին, երբ որ կապիտուլյանտը եկավ իշխանության, իր կառավարության ծրագրի մեջ նա հստակ նշել է, որ Հայաստանում արդար ընտրություններ հնարավոր չեն։ Եվ այսօր ժողովրդին կարող եք տանել ընտրությունների հերթական հիասթափությունը։ Սա մեկ։ Արդեն գլխից 2018 թվականին ապահովել է իրեն։ Եվ երկրորդ ամենակարևորը, Իրանի վրա երբեք չէին հարձակվի։ Իրանի հետ պատերազմ են մղում նրա համար, որովհետև Իրանը խոչընդոտ էր Զանգեզուրի, Սյունիքի, Միջանցքի հարցում։ Իրանն է մեծ ոսկոր կանգնած սատանիստական ուժերի կոկորդին։ Իրանի պարտությունը դա Հայաստանի պարտությունն է եւ կապիտուլյան շան հաղթանակը ի օգուտ թուրք-ադրբեջանական տանդեմի։ Հիմա հասկացաք ինչ է կատարվում տարածաշրջանում։ Ահա սա է կատարվում։ Մի քիչ ողջախոհ եղեք, մտածեք, ուղեղներդ շարժեք եւ կհասկանաք, թե ինչ է տեղի ունենում։ Այնպես որ Իրանի հաղթանակը Հայաստանի հաղթանակն է։ Իրանի պարտությունը, Հայաստանի պարտությունը եւ Նիկոլի հաղթանակը։ Այսքանը լավ մնացեք։